Միջոցառումները անցկացվելու են 3 փուլով։ Առաջինը նպատակաուղղված է մարքեթինգի դերի եւ նշանակության, ինչպես նաեւ հայաստանյան եւ տարածաշրջանային մարքեթինգի փոխադարձ սերտաճման հնարավորությունների բացահայտմանը եւ հետագա զարգացման ուղիների քննարկմանը։ Երկրորդ փուլը նշանակալից է նրանով, որ Հայաստանը ժամանելու միջազգային մարքեթինգային 20-ից ավելի կազմակերպության ներկայացուցիչներ, մասնակցելու Ֆիլիպ Կոտլերի սեմինարներին։ Առաջինը, որ մենք մտածում ենք, թե ում կարելի է հրավիրել, դա իհարկե Ֆիլիպ Կոտլերն էր, որի գրասենյակի հետ բանակցություն տևեց շուրջ 8 ամիս եւ մենք մայիսի 14-ին ստորագրեցինք պայմանագիր իր գրասենյակի հետ, որ ինքը առաջին անգամ տարածաշրջանում այցելելու է Հայաստան։ Բացի դրանից, ես կարևորում եմ ոչ թե կոնկրետ միջոցառումը, այլ կարևորում եմ հետագայում այդ ամեն ինչի կիրառումը Հայաստանում։ Սեմինարներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Հայտերի ընդունման համար բացվել է կայք kotler.am։ Ծրագրի շրջանակում նախատեսված են մարքեթինգային հոդվածների մրցույթ, ինչպես նաև բիզնես նախագծերի մշակում մասնակիցների կողմից, որոնցից լավագույնները կֆինանսավորվեն։ Դրամաշնորեն տրվելու ստարտափի համար, այսինքն որոշակի սկզբնական հատվածի համար եւ պրոյեկտը շարունակելու համար մենք կգտնենք բավական հետաքրքիր վարկային միջոցներ։ Այսինքն սա պրոյեկտ է, որը որ փորձելու է զարգացնել ընդհանրապես բիզնես մտածելակերպը, մեր հետագա անելիքները այս ոլորտում։ Պրոֆեսորի այցից հետո Հայաստանում բացվելու է տարածաշրջանում միակ միջազգային մակարդակի մարքեթինգի եւ մենեջմենթի Ֆիլիպ Կոտլերի անվան կենտրոն, որը ծառայելու է տարածաշրջանում մարքեթինգի որպես գիտության զարգացմանը եւ առհասարակ գործարարներին ոլորտի մասնագետներին, իսկ պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնելու է մարքեթինգի նորագույն գործիքներին եւ հայեցակարգերին։ Կոտլերի նորամուծությունները արդյունավետությունն ապացուցել են Սինգապուրում, Ինդոնեզիայում, ապահովելով այդ երկրների տնտեսական աճը։